Երբ ոստիկանությունը մտավ Ֆրունզիկ Մկրտչյանի տուն, 5 օր անց նրա կնոջ մահից, սենյակի անկյունում գտան փոշոտ տուփ, լի հին նամակներով։ Դրանցից մեկի վրա կարմիր մատիտով գրված էր. «Մետաքսյան, եթե կարդաս սա, ների՛ր ինձ»։ Այդ նամակը 30 տարի թաքնված էր մնացել, այն, ինչ գրված էր այնտեղ, ամբողջովին հակասում էր պաշտոնական տարբերակին։ Նամակում Տաթուլ Ալթունյանի ձեռագիրը պատմում էր մի պատմություն, որը ոչ ոք չէր լսել երբե, նրա կնոջ առաջին խենթության նոպաների, Մետաքսյա Սիմոնյանի անզոր ճիչերի այն գիշերվա մասին, երբ ամեն ինչ փոխվեց անդառնալիորեն։ Բայց ինչու՞ էր այս նամակը թաքցված։ Ո՞վ էր վախենում, որ ճշմարտությունը կբացահայտվի։ Եվ ամենակարևորը, ինչու էր Մետաքսյան, Ֆրունզիկի ամենամոտ ընկերուհին, լռում 30 տարի, երբ ամբողջ Հայաստանը զգում էր իր կուռքին։ Մետաքսյա Սիմոնյանը չէր սիրում լույսերը։ Երբ Ֆրունզիկ Մկրտչյանը 1972 թվականին դարձավ Հայաստանի ամենասիրված դերասանը, նա արդեն 15 տարի էր աշխատում Սունդուկյանի անվան թատրոնում, որպես դերասանուհի։ Նրա դերերը երբեք չէին եղել գլխավորները, բայց բեմի հետում բոլորը գիտեին, Մետաքսյան այն կինն էր, ում կարող էիր վստահել քո ամենամութ գաղտնիքները։ Նա ուներ հանգիստ, համեստ դեմք, որը երբեք չէր փնտրում ուշադրություն, ձայն, որը կարող էր հանգստացնել նույնիսկ ամենահուզված սիրտը։ Երբ Ֆրունզիկը առաջին անգամ ներկայացրեց իր կնոջը, Տաթուլ Ալթունյանին, թատրոնի կոլեկտիվին, Մետաքսյան անմիջապես նկատեց մի բան, որ ուրիշները չտեսան։ Տաթուլի աչքերում կար մի տարօրինակ փայլ, որը չէր համապատասխանում նրա քաղցր ժպիտին։ Դա էր այն պահը, երբ Մետաքսյան առաջին անգամ զգաց սառը ցնցում ողնաշարում, բայց նա լռեց, որովհետև ով էր նա, խառնվելու ազգային հերոսի անձնական կյանքում։ 1974 թվականի ամռանը Ֆրունզիկի տունը դարձավ Երանի մշակութային էլիտայի հավաքավայրը։ Յուրաքանչյուր շաբաթ երեկո այնտեղ հավաքվում էին գրողներ, ռեժիսորներ, երաժիշտներ, դերասաններ։ Մետաքսյան հաճախ էր այցելում այդ երեկույթներին, ամեն անգամ նկատում էր, թե ինչպես է Տաթուլը փոխվում, երբ հյուրերը հեռանում էին։ Երբ սրահում հնչում էր ծափահարություն, Ֆրունզիկի անունը բարձրանում էր երկինք, Տաթուլը նստում էր խոհանոցի անկյունում, ծխելով ծանր բելոմորը, նայելով դատարկ պատին այնպիսի ատելությամբ, որ Մետաքսյանի մաշկը ցնցվում էր։ Մի գիշեր, երբ բոլորը արդեն գնացել էին, Մետաքսյան մնաց օգնելու սպասք լվանալ։ Տաթուլը մտավ խոհանոց, ոտքերը քաշքշելով հատակին, հանկարծ ասաց. «Գիտես, Մետաքսյա ջան, ինչ է նշանակում ապրել մի մարդու հետ, ում բոլորը սիրում են, բայց դու ոչ»։ Այդ խոսքերը կախվեցին օդում, ծանր թունավոր, Մետաքսյանը չգիտեր, թե ինչ պատասխանել։ Նա պարզապես շարունակեց լվանալ ափսեները, իսկ Տաթուլը դուրս գնաց, թողնելով հետում ծխախոտի մի բանի ավելի մութի հոտը։ Բայց իրական դժոխքը սկսվեց 1976 թվականին։ Ֆրունզիկը նկարահանվում էր «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում, նրա փառքը հասել էր գագաթնակետին։ Փողոցում մարդիկ կանգ էին առնում, ձեռք սեղմելու, տաքսու վարորդները հրաժարվում էին վճար վերցնել, իսկ կառավարության անդամները հրավիրում էին նրան իրենց ընթրիքներին։ Բայց տանը, այն տանը, որտեղ պետք է լիներ երջանկությունը, Տաթուլը սկսեց փոխվել այնպես, որ Մետաքսյանը, այցելելով ամեն 2 շաբաթը մեկ, զգում էր, թե ինչպես է օդը դառնում ավելի ծանր։ Տաթուլը սկսեց խոսել ինքն իր հետ, երբ կարծում էր, որ ոչ ոք չի լսում։ Մետաքսյան մի անգամ լսեց, թե ինչպես է նա կանգնած լոգարանում շշնջում. «Նրանք ուզում են քեզ տանել, բայց ես չեմ թողնի, ես քեզ կպահեմ այստեղ, ես քեզ կփակեմ»։ Երբ Մետաքսյանը փորձեց խոսել Ֆրունզիկի հետ, նա միայն ձեռքը թափ տվեց, ասաց. «Նա հոգնած է, Մետաքսյա ջան, դա կանցնի»։ Բայց դա չանցավ։ Դա միայն վատթարացավ։ 1977 թվականի նոյեմբերին Մետաքսյանը ստացավ հեռախոսազանգ կեսգիշերին։ Ֆրունզիկի ձայնը դողում էր այնպես, որ նա գրեթե չէր կարողանում խոսել։ «Մետաքսյա, եկ, խնդրում եմ, եկ հիմա, ես չգիտեմ, թե ինչ անեմ»։ Երբ նա հասավ տուն, 15 րոպե անց, դուռը բաց էր, ներսում լռություն էր, այնպիսի լռություն, որը նախորդում է փոթորկին։ Ֆրունզիկը նստած էր սրահում, գլուխը ձեռքերի մեջ, իսկ Տաթուլը կանգնած էր սանդուղքների վրա, ձեռքին մեծ խոհանոցային դանակ։ Նրա աչքերը դատարկ էին, կարծես հոգին դուրս էր եկել մարմնից, նա շշնջում էր մի բան անհասկանալի, հին լեզվով, որը Մետաքսյանը չէր ճանաչում։ «Նա ասում է, որ ես դավաճան եմ, որ ես ուզում եմ նրան թունավորել», ասաց Ֆրունզիկը, առանց բարձրացնելու գլուխը։ «Նա ասում է, որ դու ուղարկված ես նրանց կողմից, ինձ տանելու»։ Մետաքսյանը փորձեց մոտենալ Տաթուլին, բայց կինը սկսեց ճչալ այնպիսի ուժով, որ պատուհանները թվում էր դողում են։
Մի մոտեցիր ինձ, դու նրանցից ես, դու ուզում ես ինձ տանել, բայց ես գիտեմ, ես տեսնում եմ ձեր իսկական դեմքերը։ Այդ գիշերը Մետաքսյանը մնաց մինչ առավոտ, նստած Ֆրունզիկի կողքին, մինչդեռ Տաթուլը վերջապես քնեց սանդուղքների վրա, դանակը դեռ ձեռքին։ Երբ լույսը սկսեց մտնել պատուհաններից, Ֆրունզիկը շրջվեց դեպի Մետաքսյանը շշնջաց. «Ես չեմ կարող նրան տանել հոգեբուժարան, Մետաքսյա ջան, ես չեմ կարող, նրանք կասեն, որ Ֆրունզիկ Մկրտչյանի կինը խելագար է, դա կավարտի ինձ»։ Այդ պահին Մետաքսյանը հասկացավ, նա ընկղմված էր մի իրավիճակում, որտեղից ելք չկար։ Հաջորդ 2 տարիների ընթացքում Մետաքսյանը դարձավ Ֆրունզիկի տան անտեսանելի պահապանը։ Նա գալիս էր 3 անգամ շաբաթը, ստուգելու Տաթուլին, բերելու դեղեր, որոնք Ֆրունզիկը գաղտնի էր ստանում մի հին բժշկից, ով համաձայնել էր չգրանցել այդ դեպքը։ Բայց Տաթուլը հրաժարվում էր խմել դեղերը, ասելով, որ դրանք թույն են, թաքցնում էր դրանք բարձերի տակ։ Մետաքսյանը տեսավ, թե ինչպես է Ֆրունզիկը դանդաղորեն քայքայվում, ժպտում բեմում, բայց տանը դառնում ուրվական, հոգնած, անտարբեր։ Նա տեսավ, թե ինչպես է Տաթուլը սկսում խոսել մարդկանց հետ, որոնք չկային, թե ինչպես է նա գիշերները թափառում տան մեջ, փնտրելով լրտեսող սարքեր, որոնք, ըստ նրա, տեղադրել էին նրանք։ Մի անգամ Մետաքսյանը գտավ Տաթուլին, նստած պահարանում, ծածկված հին վերմակներով, շշնջում. «Այստեղ նրանք չեն կարող ինձ լսել, այստեղ ես անվտանգ եմ»։ Երբ Մետաքսյանը փորձեց հանել նրան, Տաթուլը գծեց նրա ձեռքը այնքան ուժգնորեն, որ արյուն հոսեց։ Ֆրունզիկը վազեց ներս, լսելով աղաղակը, առաջին անգամ Մետաքսյանը տեսավ արցունքներ նրա աչքերում։ «Ես չեմ կարող այլս, Մետաքսյա, ես չեմ կարող, բայց ես նա չեմ կարող նրան թողնել»։ Այդ պահին Մետաքսյանը հասկացավ, սա ավելին էր, քան սեր, սա էր մի տեսակ անառողջ կախվածություն, որը սպանում էր երկուսին էլ։ 1979 թվականի գարնանը Տաթուլի վիճակը հասավ այնպիսի կետի, որ նույնիսկ Ֆրունզիկը չէր կարող այլս թաքցնել։ Թատրոնում սկսեցին խոսել, որ նրա կինը տարօրինակ է, որ նա չի ներկայանում հանրային միջոցառումներին, որ նա պահում է վարագույրները փակ, նույնիսկ ցերեկը։ Մետաքսյանը լսեց այդ շշուկները, ամեն անգամ զգում էր մեղավորություն, որովհետև նա գիտեր ճշմարտությունը, բայց չէր կարող ասել։ Ֆրունզիկը խնդրել էր նրան լռել, նա լռում էր, որովհետև ինչ էր այլընտրանքը։ Ասել, որ ազգային հերոսի կինը կորցրել է միտքը։ Ասել, որ տանը, որտեղ պետք է լիներ երջանկությունը, իրականում տիրում էր խավար, որը կլանում էր ամեն ինչ։ Մի գիշեր, երբ Մետաքսյանը նորից այցելեց, նա գտավ Ֆրունզիկին, նստած խոհանոցում, դեմքը ծածկած ձեռքերով։ Սեղանին կար բաժակ, լի օղու հետ, Մետաքսյանը գիտեր, որ Ֆրունզիկը երբեք չէր խմում։ Նա ասաց ինձ այսօր, որ ես պետք է մեռնեմ, ասաց Ֆրունզիկը, առանց բարձրացնելու գլուխը։ Նա ասաց, որ եթե ես չմեռնեմ, ապա նրանք կգան կտանեն մեզ երկուսիս էլ։ Մետաքսյանը նստեց նրա կողքին առաջին անգամ իր կյանքում զգաց ամբողջական անզորություն։ Նա չգիտեր, թե ինչ ասել, ինչ անել, ինչպես փրկել այս մարդուն, ով տվել էր ուրախություն միլիոնավոր մարդկանց, բայց ինքը ընկղմված էր անդունդում։ 1981 թվականի ամռանը Մետաքսյանը ստացավ հեռախոս Ֆրունզիկի եղբորից։ Ձայնը դողում էր. «Մետաքսյա, Տաթուլը մեռել է»։ Այդ խոսքերը հարվածեցին նրան, ինչպես ծանր քար կրծքավանդակին։ Նա վազեց դեպի տուն, տեսավ ամբողջ թատրոնի կոլեկտիվը հավաքված դռան մոտ, բայց ոչ ոք չէր մտնում ներս։ Ֆրունզիկը նստած էր սրահում, նույն տեղում, որտեղ Մետաքսյանը տեսել էր նրան այն առաջին գիշերը դանակով, նրա դեմքը դատարկ էր, կարծես հոգին դուրս էր եկել։ Նա ինքն արեց դա, շշնջաց Ֆրունզիկը, երբ Մետաքսյանը նստեց նրա կողքին։ Նա ասաց, որ չի կարող այլս պայքարել նրանց դեմ, ինքն արեց դա։ Մետաքսյանը չհարցրեց, ինչպես, նա չուզում էր իմանալ մանրամասները, որովհետև գիտեր, այդ պատկերը կհետապնդի նրան մինչ կյանքի վերջ։ Բայց ավելի վատն այն էր, որ նա գիտեր, կարող էր կանխել սա։ Եթե նա խոսած լիներ, եթե նա պնդած լիներ, որ Տաթուլին տանեն բժշկի, եթե նա չլռած լիներ Ֆրունզիկի խնդրանքով։ Այդ եթե ները սկսեցին ուտել նրան ներսից, նա գիտեր, դրանք երբեք չեն թողնի նրան։ Հուղարկավորությունից հետո Ֆրունզիկը փակվեց տանը 3 ամիս։ Մետաքսյանը գնում էր ամեն օր, բերելու ուտելիք, որը նա չէր դիպչում, խոսելու նրա հետ, երբ նա չէր պատասխանում։ Մի օր, երբ նա մտավ, Ֆրունզիկը նստած էր սեղանի մոտ, գրելով մի բան երկար թղթի վրա։ «Ես գրում եմ ամեն ինչ», ասաց նա, առանց նայելու Մետաքսյանին։ «Ես գրում եմ ճշմարտությունը, որպեսզի մի օր, երբ ես չլինեմ, մարդիկ իմանան, թե ինչ իրականում տեղի ունեցավ»։ Մետաքսյանը ուզում էր ասել՝ մի արա դա, թող անցյալը մնա անցյալում, բայց նա լռեց, որովհետև գիտեր, Ֆրունզիկը պետք է դա անի իր
հոգու խաղաղության համար։ Երբ նա ավարտեց, նա դրեց նամակը ծրարի մեջ տվեց Մետաքսյանին։ «Պահիր սա», ասաց նա։ «Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու կիմանաս, թե ինչ անել»։ Մետաքսյանը վերցրեց ծրարը, ձեռքերը դողալով, այդ պահին նա զգաց, թե ինչպիսի ծանրություն է դա, իմանալ ճշմարտությունը, բայց չկարողանալ ասել։ Հաջորդ 15 տարիների ընթացքում Ֆրունզիկը շարունակեց խաղալ, շարունակեց ժպտալ բեմում, շարունակեց լինել այն Ֆրունզիկը, ում սիրում էին բոլորը։ Բայց Մետաքսյանը տեսնում էր, թե ինչպես է նա դանդաղորեն մարում ներսից։ Նա տեսնում էր, թե ինչպես է նրա ժպիտը դառնում ավելի պարտադիր, թե ինչպես են նրա աչքերը կորցնում փայլը, թե ինչպես է նա սկսում խուսափել մարդկանցից։ Մետաքսյանը պահում էր այդ ծրարը իր տան ամենաանվտանգ տեղում, ամեն անգամ, երբ նայում էր դրան, զգում էր մեղավորություն։ Նա գիտեր, որ ներսում գրված է ճշմարտությունը, բայց նա գիտեր, որ այդ ճշմարտությունը կարող էր ոչնչացնել Ֆրունզիկի կերպարը, այն կերպարը, որը նա այնքան ջանասիրաբար կառուցել էր տարիների ընթացքում։ Ինչ էր ավելի կարևոր, ճշմարտությունը, թե հիշողությունը։ Մետաքսյանը չգիտեր պատասխանը, այդ հարցը հետապնդում էր նրան ամեն գիշեր։ 1996 թվականի դեկտեմբերին, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը հեռացավ այս աշխարհից, Մետաքսյանը կանգնած էր հուղարկավորության ժամանակ ամբոխի մեջ, լսում էր, թե ինչպես են մարդիկ խոսում նրա մեծության, նրա տաղանդի, նրա անմահության մասին։ Բայց ոչ ոք չէր խոսում նրա ցավի, նրա մենության, նրա անզորության մասին։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ էր իրականում տեղի ունեցել այն տանը, որտեղ պետք է լիներ երջանկությունը։ Երբ հուղարկավորությունը ավարտվեց, Մետաքսյանը վերադարձավ տուն, հանեց այդ ծրարը։ Նա նստեց, կարդաց այն ամբողջությամբ, առաջին անգամ, ամեն բառ էր ինչպես դանակի հարված։ Ֆրունզիկը գրել էր ամեն ինչ, Տաթուլի առաջին նոպաները, բժիշկների հրաժարումը օգնել, իր սեփական վախը կորցնել ամեն ինչ, եթե ճշմարտությունը բացահայտվեր, վերջապես այն գիշերը, երբ Տաթուլը ինքն ավարտեց իր տառապանքները։ Վերջում Ֆրունզիկը գրել էր. «Մետաքսյա, եթե դու կարդում ես սա, ուրեմն ես արդեն չկամ։ Ես չեմ ուզում, որ դու զգաս մեղավորություն, որովհետև դու արեցիր այն, ինչ կարող էիր։ Բայց ես ուզում եմ, որ մի օր, երբ ժամանակը կգա, դու պատմես ճշմարտությունը։ Ոչ իմ փառքի համար, այլ նրանց համար, ովքեր կարող են հայտնվել նույն իրավիճակում, կարծում են, որ նրանք միայնակ են»։ Մետաքսյանը նստեց այդ գիշերը, ծրարը ձեռքին, առաջին անգամ իր կյանքում լաց եղավ այնպես, որ ամբողջ մարմինը դողում էր։ Նա լաց էր լինում Ֆրունզիկի համար, ով կորցրել էր իր սերը խենթության մեջ։ Նա լաց էր լինում Տաթուլի համար, ով պայքարել էր դեմոնների դեմ, որոնց չէր կարող հաղթել։ Նա լաց էր լինում իր սեփական անզորության համար, որովհետև նա գիտեր ճշմարտությունը, բայց չէր կարողացել փրկել նրանց։ Բայց ամենաշատը նա լաց էր լինում այն բոլոր մարդկանց համար, ովքեր տառապում էին լռության մեջ, որովհետև հասարակությունը չէր պատրաստ ընդունել նրանց ցավը։ Այդ գիշերը Մետաքսյանը որոշեց, որ կգա օր, երբ նա կպատմի այս պատմությունը, բայց ոչ հիմա, ոչ այն ժամանակ, երբ վերքերը դեռ թարմ էին։ Նա կսպասեր, մինչ ժամանակը կգար, երբ մարդիկ կարող էին լսել առանց դատելու, հասկանալ առանց դատապարտելու։ Բայց տարիները անցան, Մետաքսյանը շարունակեց լռել։ Նա տեսավ, թե ինչպես է Ֆրունզիկի հիշողությունը դառնում ավելի փայլուն, ավելի իդեալական, ավելի հեռու իրականությունից։ Նա տեսավ, թե ինչպես են գրում գրքեր նրա մասին, նկարահանում ֆիլմեր, բայց ոչ մեկը չէր խոսում այն մասին, ինչ իրականում տեղի էր ունեցել։ Մետաքսյանը սկսեց կասկածել իր որոշման մեջ։ Արդյոք ճիշտ էր լռել։ Արդյոք Ֆրունզիկը իսկապես ուզում էր, որ ճշմարտությունը բացահայտվեր, թե դա պարզապես էր նրա ցավի արտահայտությունը այն պահին։ Այս հարցերը հետապնդում էին Մետաքսյանին, նա գիտեր, որ երբեք չէր ստանա պատասխանները։ Բայց մի բան նա գիտեր հաստատ, լռությունը ունի իր սեփական գինը, այդ գինը վճարում էր նա, ամեն օր, ամեն գիշեր, ամեն անգամ, երբ լսում էր Ֆրունզիկի անունը, գիտեր, որ մարդիկ չգիտեն ամբողջ պատմությունը։ 2012 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը դարձավ 85 տարեկան, նա վերջապես որոշեց խոսել։ Նա տվեց մի երկար հարցազրույց մի փոքր թատերական ամսագրի, որտեղ առաջին անգամ պատմեց Տաթուլի հիվանդության մասին, Ֆրունզիկի տառապանքների մասին, իր սեփական մեղավորության զգացման մասին։ Բայց հարցազրույցը չհրապարակվեց երբեք։ Խմբագիրը զանգահարեց նրան, ասաց. «Մետաքսյա ջան, մենք չենք կարող սա տպել, սա կվնասի Ֆրունզիկի հիշողությանը, մարդիկ չեն պատրաստ լսել սա»։ Մետաքսյանը չվիճեց, նա պարզապես փակեց հեռախոսը, հասկացավ, որոշ ճշմարտություններ չեն նախատեսված պատմելու համար, որովհետև հասարակությունը նախընտրում է իր հերոսներին անբիծ, նույնիսկ եթե դա նշանակում է ապրել սուտի մեջ։
Այսօր, երբ Մետաքսյա Սիմոնյանի անունը գրեթե մոռացված է, Ֆրունզիկ Մկրտչյանը դարձել է լեգենդ, այդ ծրարը դեռ գոյություն ունի ինչ-որ տեղ, փոշոտ արխիվում կամ մոռացված տուփում։ Գուցե մի օր ինչ-որ մեկը կգտնի այն կկարդա, կհասկանա, որ փառքի հետում միշտ կա ստվեր, այդ ստվերում ապրում են իրական մարդիկ, իրենց իրական ցավերով, իրենց իրական պայքարներով։ Բայց մինչ այդ Մետաքսյա Սիմոնյանի պատմությունը մնում է որպես հիշեցում այն մասին, որ լռությունը կարող է լինել ինչպես պաշտպանություն, այնպես էլ բանտ, երբեմն ամենադժվար ընտրությունը չէ խոսելը կամ լռելը, այլ ապրելն է այն գիտակցությամբ, որ դու ընտրել ես մեկը, երբ երբեք չես իմանա, արդյոք մյուսը ավելի լավ կլիներ։ Ո՞վ էր իրականում Մետաքսյա Սիմոնյանը, լռության պահապանը, թե անզոր վկան։ Արդյոք նա դավաճանեց Ֆրունզիկի վերջին ցանկությանը, չբացահայտելով ճշմարտությունը, թե նա պաշտպանեց նրա հիշողությունը, թաքցնելով այն։ Եվ ամենակարևորը, քանի այլ Մետաքսյաներ կան այսօր, ովքեր գիտեն ճշմարտություններ, որոնք հասարակությունը պատրաստ չէ լսել, ապրում են այդ ծանրության տակ, ամեն օր, ամեն գիշեր, մինչ իրենց վերջին շունչը։ Երբ Մետաքսյա Սիմոնյանը վերադարձավ տուն այն գիշերից, երբ խմբագիրը մերժեց նրա հարցազրույցը, նա բացեց հին փայտե տուփը, որտեղ պահում էր Ֆրունզիկի նամակը։ Բայց այնտեղ նա գտավ մեկ փաստաթուղթ, որը երբեք չէր ցույց տվել ոչ ոքի։ Դա էր գաղտնի պայմանագիր, ստորագրված 1978 թվականին Ֆրունզիկի, նրա պրոդյուսերի մշակույթի նախարարության ներկայացուցչի միջ։ Պայմանագրի 13-րդ կետում գրված էր. դերասանը պարտավորվում է չբացահայտել իր ընտանեկան կյանքի որևէ մանրամասն, որը կարող է վնասել Խորհրդային Միության մշակութային կերպարին։ Այս պայմանի խախտման դեպքում նրա բոլոր պայմանագրերը կչեղարկվեն, նա կկորցնի իրավունքը հանդես գալու պետական բեմերում։ Ստորագրության տակ կային 3 անուններ, Մետաքսյանը ճանաչեց դրանցից յուրաքանչյուրը, դրանք էին այն մարդիկ, ովքեր վերահսկում էին Ֆրունզիկի ամբողջ կարիերան։ Այս թուղթը բացատրում էր ամեն ինչ, ինչու Ֆրունզիկը երբեք չխնդրեց պաշտոնական օգնություն, ինչու նա թաքցրեց Տաթուլի հիվանդությունը, ինչու նա ապրեց այդ դժոխքում 20 տարի, առանց մի խոսք ասելու։ Նա չէր լռում սիրուց կամ հավատարմությունից, նա լռում էր, որովհետև համակարգը նրան դարձրել էր գերի, իր սեփական փառքի մեջ։ Արդյոք Մետաքսյանը պետք է բացահայտեր այս փաստաթուղթը, թե պետք է այն այրեր, պաշտպանելու Ֆրունզիկի ընտրությունը լռել մինչ վերջ։ 1986 թվականին, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, Մետաքսյանը մի օր ստացավ անսպասելի այցելու։ Դուռը բացելով նա տեսավ կին, մոտավորապես 40 տարեկան, ում դեմքը տարօրինակ ծանոթ էր։ Կինը ներկայացավ որպես Արմինե Ալթունյան, Տաթուլի քրոջ դուստր, ասաց, որ ուներ մի բան, որը Մետաքսյանը պետք է տեսներ։ Նրանք նստեցին Մետաքսյանի փոքրիկ սրահում, Արմինեն հանեց իր պայուսակից հին տետր, կաշվե կազմով, որի էջերը դեղնած էին ժամանակից։ Սա իմ մորաքրոջ օրագիրն է, ասաց Արմինեն, ձայնը դողալով։ Նա սկսել է գրել դա 1975 թվականին, երբ դեռ ամեն ինչ նորմալ էր։ Բայց վերջին գրառումները դրանք ցույց են տալիս, որ նա գիտեր, թե ինչ է պատահում իր հետ, փորձում էր պայքարել դրա դեմ։ Մետաքսյանը վերցրեց տետրը դողացող ձեռքերով բացեց վերջին էջերը։ Տաթուլի ձեռագիրը, որը սկզբում եղել էր գեղեցիկ հստակ, վերջում դարձել էր անընթեռնելի քերթվածք, լի անհասկանալի խորհրդանիշներով կրկնվող բառերով։ Բայց մի գրառում առանձնանում էր, գրված 1979 թվականի փետրվարին։ Ես գիտեմ, որ ես խելագարվում եմ։ Ես լսում եմ ձայներ, որոնք չկան։ Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր չեն գոյություն։ Բայց ամենավատն այն է, որ ես տեսնում եմ Ֆրունզիկի աչքերում ատելությունը, երբ նա նայում է ինձ, ես չեմ կարող նրան մեղադրել։ Ես դարձել եմ նրա բանտը, նրա անեծքը։ Գուցե ավելի լավ կլիներ, եթե ես չլինեի։ Մետաքսյանը փակեց տետրը, չկարողանալով շարունակել կարդալ, նայեց Արմինեին։ Ինչու՞։ Ես բերել սա ինձ հիմա, 30 տարի անց։ Արմինեն խորը շունչ քաշեց։ Որովհետև իմ մայրը, Տաթուլի քույրը, մահացավ անցյալ ամիս, նախքան մեռնելը նա ինձ ասաց մի բան, որը ես երբեք չէի իմացել։ Նա ասաց, որ Տաթուլին տարան բժշկի մոտ 1976 թվականին, բժիշկը ախտորոշեց սկիզոֆրենիա։ Նա գրեց դեղատոմս ասաց, որ եթե Տաթուլը չստանա բուժում, նա կարող է վտանգավոր դառնալ իր համար ուրիշների համար։ Բայց Ֆրունզիկը հրաժարվեց տանել նրան հոգեբուժարան, որովհետև վախենում էր սկանդալից։ Իմ մայրը փորձեց համոզել նրան, բայց նա սպառնաց, որ կխզի բոլոր կապերը մեր ընտանիքի հետ, եթե նրանք խառնվեն։ Մետաքսյանը նստեց լռության մեջ, մարսելով այս նոր տեղեկությունը։
Ուրեմն Ֆրունզիկը գիտեր։ Նա գիտեր ախտորոշումը, գիտեր, որ Տաթուլին կարելի էր օգնել, բայց ընտրեց չանել դա։ Սա փոխում էր ամեն ինչ։ Սա նշանակում էր, որ Տաթուլի մահը չէր եղել անխուսափելի, այլ եղել էր ընտրության արդյունք, ընտրություն, որը կատարել էր Ֆրունզիկը, իր կարիերան պահպանելու համար։ Մետաքսյանը զգաց, թե ինչպես է բարկությունը բորբոքվում նրա ներսում, բարկություն այն մարդու նկատմամբ, ում նա համարել էր իր ամենամոտ ընկերը։ Բայց միաժամանակ նա զգացնացավ, որովհետև հասկացավ Ֆրունզիկը եղել է համակարգի զոհը նույնքան, որքան Տաթուլը։ Նրան դրել էին անհնար ընտրության առաջ, կինը կամ կարիերան, ճշմարտությունը կամ փառքը, նա ընտրել էր այն, ինչ համակարգը պահանջում էր նրանից։ Ինչ ես ուզում, որ ես անեմ այս տեղեկությամբ, հարցրեց Մետաքսյանը վերջապես։ Արմինեն նայեց նրան, աչքերը լի արցունքներով։ Ես ուզում եմ, որ դու պատմես ճշմարտությունը։ Ոչ Ֆրունզիկին պղծելու համար, այլ Տաթուլին արդարացնելու համար։ Նա չէր եղել չար կին, նա չէր եղել խելագար, որը պարզապես որոշեց վերջ տալ իր կյանքին։ Նա եղել է հիվանդ կին, ում թողեցին մեռնել, որովհետև նրա ամուսինը վախենում էր կորցնել իր աստղը։ Մետաքսյանը գիտեր, որ Արմինեն ճիշտ էր, բայց նա գիտեր, որ ճշմարտությունը բացահայտելը նշանակում էր ոչնչացնել Ֆրունզիկի ժառանգությունը, նա դեռ չէր պատրաստ անել դա։ Հաջորդ տարիների ընթացքում Մետաքսյանը սկսեց հետաքննել ավելի խորը։ Նա գտավ հին բժիշկներ, ովքեր հիշում էին Տաթուլի դեպքը, բայց բոլորը հրաժարվեցին պաշտոնապես խոսել։ Մեկը, ով համաձայնեց անանուն մնալ, պատմեց Մետաքսյանին, որ 1977 թվականին Ֆրունզիկը եկել էր նրա մոտ, խնդրելով հատուկ դեղեր, որոնք կարող էին հանգստացնել Տաթուլին, առանց նրան տանելու հոգեբուժարան։ Բժիշկը տվել էր թույլ հանգստացնող դեղեր, բայց նախազգուշացրել էր, որ դրանք չեն լուծի խնդիրը։ Ես ասացի նրան, որ նրա կինը պետք է լինի հոգեբուժարանում, որտեղ նրան կարող են տալ իրական բուժում, ասաց բժիշկը, ձայնը դեռ լի զղջումով։ Բայց նա ասաց ինձ, դուք չեք հասկանում, եթե ես տանեմ նրան այնտեղ, իմ կարիերան ավարտված է։ Նրանք կասեն, որ Ֆրունզիկ Մկրտչյանը չկարողացավ պահել իր ընտանիքը, ես կդառնամ ծիծաղի առարկա։ Ես փորձեցի նրան համոզել, բայց նա հեռացավ, ես երբեք այլս չտեսա նրան։ Այս պատմությունը հաստատեց Մետաքսյանի ամենավատ կասկածները։ Ֆրունզիկը ոչ միայն գիտեր Տաթուլի հիվանդության մասին, այլ ակտիվորեն թաքցնում էր այն, նույնիսկ երբ բժիշկները նախազգուշացնում էին վտանգի մասին։ Նա ընտրել էր իր կերպարը, իր կնոջ կյանքից ավելի կարևոր։ 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը անցնում էր անկախության դժվար տարիներով, Մետաքսյանը սկսեց տեսնել նոր սերունդ դերասանների, ովքեր նույնպես պայքարում էին համակարգի դեմ։ Նա տեսավ երիտասարդ դերասանուհիների, ում ստիպում էին ընտրել ընտանիքի կարիերայի միջ, տեսավ տաղանդավոր արվեստագետների, ում սպառնում էին, եթե նրանք խոսեին իրենց անձնական խնդիրների մասին։ Մետաքսյանը հասկացավ, որ Ֆրունզիկի Տաթուլի պատմությունը չէր եղել եզակի, այլ եղել էր համակարգի մի մասը, համակարգ, որը պահանջում էր, որ արվեստագետները լինեն կատարյալ հանրության աչքում, նույնիսկ եթե դա նշանակում էր ապրել դժոխքում անձամբ։ Նա սկսեց խոսել երիտասարդների հետ, պատմել նրանց Տաթուլի պատմությունը, առանց անունների, տեսավ, թե ինչպես են նրանք ճանաչում իրենց սեփական պայքարները այդ պատմության մեջ։ Մի երիտասարդ դերասանուհի, ով պայքարում էր դեպրեսիայի դեմ, ասաց Մետաքսյանին, շնորհակալ եմ, որ դուք պատմեցիք սա։ Ես մտածում էի, որ ես միայնակ եմ, որ ես թույլ եմ, որովհետև չեմ կարողանում լինել այն կատարյալ կերպարը, որը բոլորը ուզում են տեսնել։ Բայց հիմա ես հասկանում եմ, որ խնդիրը ոչ թե իմ մեջ է, այլ համակարգում, որը պահանջում է անհնարը։ Այդ պահին Մետաքսյանը հասկացավ, որ Ֆրունզիկի նամակում գրված խոսքերը ճիշտ էին եղել, ես ուզում եմ, որ մի օր, երբ ժամանակը կգա, դու պատմես ճշմարտությունը նրանց համար, ովքեր կարող են հայտնվել նույն իրավիճակում, կարծում են, որ նրանք միայնակ են։ 2002 թվականին Մետաքսյանը վերջապես գտավ մի մարդու, ով պատրաստ էր լսել ամբողջ պատմությունը, հրապարակել այն։ Դա էր երիտասարդ լրագրող, անունով Աննա, ով մասնագիտացած էր հոգեկան առողջության թեմաներում։ Մետաքսյանը հանդիպեց նրա հետ մի հանգիստ սրճարանում, պատմեց ամեն ինչ՝ Տաթուլի հիվանդությունը, Ֆրունզիկի ընտրությունը, գաղտնի պայմանագիրը, բժշկի նախազգուշացումները, վերջապես այն գիշերը, երբ Տաթուլը վերջ տվեց իր տառապանքներին։ Աննան լսում էր ուշադիր, գրելով յուրաքանչյուր մանրամասն, երբ Մետաքսյանը ավարտեց, նա ասաց, սա ավելին է, քան պարզապես մի ողբերգական պատմություն։ Սա է համակարգային խնդրի բացահայտումը, թե ինչպես է մեր հասարակությունը վերաբերվում հոգեկան հիվանդություններին, թե ինչպես է փառքի մշակույթը ստիպում մարդկանց թաքցնել իրենց իրական խնդիրները։
Մետաքսյանը համաձայնեց, բայց նա խնդրեց, որ հոդվածը գրվի զգուշությամբ ոչ Ֆրունզիկին դատապարտելու, այլ համակարգը քննադատելու նպատակով։ Աննան խոստացավ, 2 ամիս անց հոդվածը հրապարակվեց մի փոքր, բայց հարգված ամսագրում։ Արձագանքը եղավ անմիջական բաժանված։ Ֆրունզիկի երկրպագուները մեղադրեցին Մետաքսյանին նրա հիշողությունը պղծելու մեջ, իսկ հոգեկան առողջության պաշտպանները գովեցին նրան լույս սփռելու այս կարևոր թեմայի վրա։ Բայց ամենակարևորը Մետաքսյանը սկսեց ստանալ նամակներ մարդկանցից, ովքեր ապրել էին նմանատիպ իրավիճակներում, թաքցնելով իրենց սիրելիների հոգեկան հիվանդությունները, ամոթից կամ վախից։ Նրանք շնորհակալություն էին հայտնում Մետաքսյանին, վերջապես խոսելու համար, ասում էին, որ նրա պատմությունը տվել էր նրանց քաջություն փնտրել օգնություն։ Բայց չնայած դրական արձագանքներին, Մետաքսյանը դեռ զգում էր մեղավորություն։ Նա հարցնում էր իրեն, արդյոք ճիշտ արեց, բացահայտելով այս ամենը, արդյոք Ֆրունզիկը իսկապես կուզեր, որ աշխարհը իմանար նրա ամենամութ գաղտնիքները։ Մի գիշեր, երբ նա չէր կարողանում քնել, Մետաքսյանը նորից հանեց Ֆրունզիկի նամակը, կարդաց այն ուշադիր։ Այս անգամ նա նկատեց մի նախադասություն, որը նախկինում անտեսել էր. եթե իմ պատմությունը կարող է փրկել նույնիսկ մեկ մարդու, նույն դժոխքից, ապա արժե էր ապրել այս ամենը։ Այդ խոսքերը տվեցին Մետաքսյանին այն խաղաղությունը, որը նա փնտրում էր։ Նա հասկացավ, որ Ֆրունզիկը չէր ուզում, որ նրա փառքը պահպանվեր ճշմարտության գնով, նա ուզում էր, որ նրա տառապանքը ունենար իմաստ, որ այն օգներ ուրիշներին։ Եվ այդ պահին Մետաքսյանը վերջապես զգաց, որ նա կատարել է ճիշտ ընտրությունը, նույնիսկ եթե դա եկել էր 30 տարի ուշ։ 2012 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը դարձավ 85 տարեկան, նա տվեց իր վերջին հանրային ելույթը հոգեկան առողջության կոնֆերենսում Երանում։ Նա կանգնեց բեմում, նույն բեմում, որտեղ երբեմն խաղացել էր Ֆրունզիկի հետ, պատմեց ամբողջ պատմությունը, առանց որևէ բանի թաքցնելու։ Նա խոսեց Տաթուլի տառապանքների մասին, Ֆրունզիկի անհնար ընտրության մասին, համակարգի դաժանության մասին, իր սեփական մեղավորության զգացման մասին։ Երբ նա ավարտեց, սրահում տիրեց լռություն, այնպիսի լռություն, որը ծանր էր անլսելի արցունքներից։ Ապա մի կին կանգնեց հետին շարքից սկսեց ծափահարել, շուտով ամբողջ սրահը ոտքի էր կանգնած, ծափահարելով Մետաքսյանին, ոչ թե նրա խոսքերի համար, այլ նրա քաջության համար, վերջապես ասելու ճշմարտությունը։ Այդ օրը Մետաքսյանը հասկացավ, որ լռությունը, որը նա պահպանել էր 30 տարի, վերջապես կոտրվել էր, այդ կոտրվածքից դուրս էր գալիս լույս, որը կարող էր լուսավորել ուրիշների ճանապարհը։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Հոդվածի հրապարակումից հետո Մետաքսյանը սկսեց ստանալ սպառնալիքներ Ֆրունզիկի ծայրահեղ երկրպագուներից, ովքեր համարում էին, որ նա դավաճանել է իրենց կուռքին։ Մի անգամ նրա տան պատուհանները կոտրեցին, մեկ այլ անգամ նա գտավ սպառնալիք նամակ իր փոստարկղում. «Դու կվճարես այն համար, որ պղծեցիր Ֆրունզիկի հիշողությունը»։ Մետաքսյանը վախեցավ, բայց չհրաժարվեց իր ճշմարտությունից։ Նա շարունակեց խոսել, շարունակեց պատմել, շարունակեց պայքարել այն համակարգի դեմ, որը ստիպել էր Ֆրունզիկին Տաթուլին ապրել դժոխքում։ Եվ դանդաղորեն, շատ դանդաղորեն, հասարակական կարծիքը սկսեց փոխվել։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ հոգեկան հիվանդությունը ոչ թե ամոթ է, այլ հիվանդություն, որը պետք է բուժել։ Նրանք սկսեցին խոսել իրենց սեփական պայքարների մասին, իրենց սեփական ընտանիքների գաղտնիքների մասին։ Եվ Մետաքսյանը գիտեր, որ Ֆրունզիկը, որտեղ էլ որ լիներ, հպարտ կլիներ, որ նրա պատմությունը վերջապես ծառայում էր մի նպատակի՝ օգնելու ուրիշներին։ 2017 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը դարձավ 90 տարեկան, նա տվեց իր վերջին հարցազրույցը։ Լրագրողը հարցրեց նրան, եթե դուք կարողանայիք վերադառնալ ժամանակում, դուք կփոխեիք ինչ-որ բան։ Մետաքսյանը մտածեց երկար, ապա ասաց. «Ես կցանկանայի, որ ավելի վաղ խոսած լինեի։ Ոչ Ֆրունզիկի կամ Տաթուլի համար, այլ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապեցին լռության մեջ, որովհետև ես վախեցա խոսել։ Բայց ես նա հասկանում եմ, որ այն ժամանակ ես չէի կարող անել այլ կերպ։ Համակարգը այնքան ուժեղ էր, ես այնքան թույլ էի։ Բայց հիմա, երբ համակարգը փոխվել է, մարդիկ ավելի պատրաստ են լսել, ես գոհ եմ, որ վերջապես խոսեցի։ Որովհետև լռությունը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած հիվանդություն»։ Այդ խոսքերը դարձան Մետաքսյանի ժառանգությունը, հիշեցում այն մասին, որ ճշմարտությունը որքան էլ ցավոտ լինի, միշտ ավելի բուժիչ է, քան ամենահարմարավետ սուտը։ Այսօր, երբ Հայաստանում խոսում են հոգեկան առողջության մասին, Մետաքսյա Սիմոնյանի անունը հիշատակվում է որպես այն կնոջը, ով քաջություն ունեցավ կոտրել լռությունը։
Բայց քչերը գիտեն, թե որքան գին վճարեց նա այդ քաջության համար, մենությունը, սպառնալիքները, մեղադրանքները, ամենակարևորը այն մեղավորության զգացումը, որը երբեք ամբողջովին չանհետացավ։ Նա ապրեց իր վերջին տարիները փոքրիկ բնակարանում, շրջապատված հին լուսանկարներով Ֆրունզիկի տաթուլի, ամեն օր նա նայում էր դրանց հարցնում, արդյոք ես ճիշտ արեցի։ Եվ ամեն օր նա ստանում էր նամակներ մարդկանցից, ում նա օգնել էր իր պատմությամբ, այդ նամակները տալիս էին նրան պատասխանը. Այո, նա ճիշտ արեց։ Ոչ թե որովհետև դա հեշտ էր, այլ որովհետև դա անհրաժեշտ էր։ Արդյոք Մետաքսյա Սիմոնյանը դավաճանեց Ֆրունզիկ Մկրտչյանին, բացահայտելով նրա ամենամութ գաղտնիքները, թե՞ նա կատարեց նրա վերջին ցանկությունը, օգտագործելով իր պատմությունը, օգնելու ուրիշներին։ Եվ քանի այլ Ֆրունզիկներ տաթուլներ կան այսօր, ովքեր ապրում են լռության բանտում, վախենալով խոսել իրենց իրական պայքարների մասին, որովհետև հասարակությունը դեռ չի պատրաստ ընդունել, որ նրանց կուռքերը նույնպես մարդիկ են, իրենց թույլ կողմերով, իրենց հիվանդություններով, իրենց տառապանքներով։ Երբ Մետաքսյա Սիմոնյանը վերադարձավ տուն այն երեկույթից, հոգեկան առողջության կոնֆերենսից, նա գտավ իր փոստարկղում մի ծրար, առանց ուղարկողի հասցեի։ Ծրարը բացելով նա տեսավ 5 կասետ, ձայնագրությամբ, որի վրա գրված էր միայն մի ամսաթիվ՝ 1979 թվականի մարտի 13-ը։ Մետաքսյանը հիշեց այդ ամսաթիվը, դա էր ճիշտ 3 ամիս առաջ, քան Տաթուլ Ալթունյանի կյանքի ավարտը։ Նրա ձեռքերը դողացին, երբ տեղադրեց կասետը հին մագնիտոֆոնում, որը դեռ պահում էր իր սենյակում։ Ձայնագրությունը սկսվեց ծանր շնչառությամբ, ապա լսվեց Ֆրունզիկի ձայնը, խեղճ, կոտրված, այնպիսին, որը Մետաքսյանը երբեք չէր լսել։ Մետաքսյա, եթե դու լսում ես սա, ուրեմն ես արդեն կատարել եմ այն, ինչ պետք է անեի։ Այս ձայնագրությունը իմ խոստովանությունն է, իմ մեղքերի ցանկը, որը ես չկարողացա ասել քեզ դեմ առ դեմ։ Այն գիշերը, երբ Տաթուլը վերջ տվեց իր կյանքին, ես էի այնտեղ։ Ես տեսա, թե ինչպես նա վերցրեց այդ դեղերը, ես ոչինչ չարեցի, կանգնած էի դռան հետում լռում էի, որովհետև մի մասը ինձանից ուզում էր, որ այդ ամենը վերջանար։ Ես սպանեցի նրան իմ լռությամբ, իմ անգործությամբ, իմ եսասիրությամբ։ Ձայնագրությունը շարունակվեց 20 րոպե, Ֆրունզիկը մանրամասն նկարագրում էր այն գիշերը, բժիշկների հետ իր գաղտնի հանդիպումները, պայմանագիրը, որը ստորագրել էր, իր ընտանիքը զոհաբերելով փառքի համար, վերջապես այն պահը, երբ նա հասկացավ, որ արդեն ուշ է։ Վերջում Ֆրունզիկի ձայնը դարձավ շշուկ, ես չեմ ուզում ներողություն, որովհետև գիտեմ, չկա ներողություն այն համար, ինչ ես արեցի։ Բայց ես ուզում եմ, որ աշխարհը իմանա, ես եղել եմ ոչ թե հերոս, այլ երկչոտ, ով ընտրեց իր կերպարը, իր սիրելի մարդու կյանքից ավելի կարևոր։ Մետաքսյանը նստեց խավարում, կասետը դեռ պտտվում էր դատարկ ձայնով, նա հասկացավ, այս ձայնագրությունը փոխում էր ամեն ինչ, ինչ նա մինչ այդ պատմել էր։ Ո՞վ էր ուղարկել այս կասետը 30 տարի անց, ինչու հենց հիմա, երբ Մետաքսյանը վերջապես սկսել էր գտնել խաղաղություն իր ընտրության հետ։ Հաջորդ օրը Մետաքսյանը որոշեց գտնել այն մարդուն, ով ուղարկել էր կասետը։ Նա սկսեց հարցաքննել Ֆրունզիկի հին ընկերներին, նրա եղբորը, նույնիսկ թատրոնի տեխնիկ աշխատակիցներին, ովքեր կարող էին մուտք ունենալ Ֆրունզիկի անձնական իրերին։ 2 շաբաթ անց նա ստացավ հեռախոս մի տղամարդուց, ով ներկայացավ որպես Վահագն Սարգսյան, Ֆրունզիկի անձնական ձայնագրող օպերատոր 1970-ականներին։ Վահագնը համաձայնեց հանդիպել Մետաքսյանի հետ մի հանգիստ այգում, երբ նրանք նստեցին նստարանին, նա սկսեց պատմել իր պատմությունը։ Ֆրունզիկը կանչեց ինձ այն գիշերը, 1979 թվականի մարտի 13-ին, ասաց, որ ուզում է ձայնագրել մի բան շատ կարևոր։ Ես եկա նրա տուն, կեսգիշերին, տեսա նրան, նստած խավար սենյակում, դեմքը ծածկված ձեռքերով։ Նա ասաց ինձ, միացնել սարքը դուրս գալ սենյակից, ես այդպես էլ արեցի։ Երբ ձայնագրությունը ավարտվեց, նա տվեց ինձ կասետը, ասաց, պահիր սա, եթե ինչ-որ մեկը երբեք փորձի պատմել իր պատմությունը, առանց իմանալու ամբողջ ճշմարտությունը, ապա տուր նրան այս կասետը։ Վահագնը նայեց Մետաքսյանին, աչքերը լի ցավով։ Ես պահեցի այդ կասետը 30 տարի, սպասելով ճիշտ պահին։ Երբ ես կարդացի ձեր հարցազրույցը, հասկացա, դուք պատմում եք ճշմարտությունը, բայց ոչ ամբողջ ճշմարտությունը։ Ֆրունզիկը ուզում էր, որ աշխարհը իմանա նա իր մասնակցությունը այդ ողբերգությանը, ոչ միայն համակարգի մեղքը։ Մետաքսյանը զգաց, թե ինչպես է նրա աշխարհը նորից շրջվում գլխի վայր։ Նա մտածել էր, որ պաշտպանում է Ֆրունզիկի հիշողությունը, ընդգծելով համակարգի դերը, բայց Ֆրունզիկը ինքը ուզում էր, որ նրա անձնական մեղքը նույնպես բացահայտվեր։ Արդյոք Մետաքսյանը պետք է հրապարակեր այս ձայնագրությունը, որը կամբողջովին ոչնչացներ Ֆրունզիկի կերպարը, թե՞
Պետք է այն ոչնչացներ, պահպանելով այն փոքր հարգանքը, որը դեռ մնացել էր նրա անվան նկատմամբ։ Մետաքսյանը տարավ կասետը տուն, լսեց այն նորից, այս անգամ ավելի ուշադիր։ Նա նկատեց մանրամասներ, որոնք առաջին անգամ բաց էր թողել Ֆրունզիկի ձայնի դողը, երբ նա խոսում էր Տաթուլի վերջին պահերի մասին, լացի ճեղքված ձայնը, երբ նա նկարագրում էր, թե ինչպես է կանգնած դռան հետում լսում նրա վերջին շնչառությունը։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին նախադասությունը, որը Մետաքսյանը չէր լսել առաջին անգամ, որովհետև այն այնքան շշուկ էր, որ գրեթե անլսելի էր։ Ֆրունզիկը ասում էր. Մետաքսյա, եթե դու որոշես հրապարակել սա, ես քեզ չեմ մեղադրի։ Բայց եթե դու որոշես այն ոչնչացնել, ես նույնպես կհասկանամ։ Որովհետև ճշմարտությունը երբեմն այնքան ցավոտ է, որ ավելի ողորմած է լռել։ Այդ խոսքերը տվեցին Մետաքսյանին ընտրության իրավունք, բայց միաժամանակ դարձրին այդ ընտրությունը ավելի դժվար։ Նա գիտեր, որ եթե հրապարակեր կասետը, Ֆրունզիկի անունը կդառնար հոմանիշ ոչ թե տաղանդի, այլ դավաճանության։ Բայց եթե ոչնչացներ այն, նա կդավաճաներ Ֆրունզիկի վերջին ցանկությանը՝ լինել ազնիվ մինչ վերջ։ Մետաքսյանը նստեց իր սեղանի մոտ, կասետը մի ձեռքում, վառիչը մյուս ձեռքում, փորձեց որոշել, որն է ավելի կարևոր՝ ճշմարտությունը, թե ողորմածությունը։ Օրեր անցան, Մետաքսյանը չէր կարողանում որոշել։ Նա խոսեց Աննա լրագրողի հետ, ով ասաց, եթե դուք հրապարակեք այս ձայնագրությունը, դա կլինի ամենազոր պատմությունը, որ երբե պատմվել է հոգեկան առողջության մասին։ Բայց դա նա կոչնչացնի Ֆրունզիկի ժառանգությունը։ Նա խոսեց Արմինե Ալթունյանի հետ, Տաթուլի եղբոր Ստրոջ Տստեր հետ, ով ասաց, իմ մորաքույրը արժանի է, որ ճշմարտությունը պատմվի ամբողջությամբ, նույնիսկ եթե դա նշանակում է ցույց տալ Ֆրունզիկի մեղքը։ Նա նույնիսկ խոսեց Ֆրունզիկի եղբոր հետ, ով աղաչեց, խնդրում եմ, Մետաքսյա ջան, մի արա դա։ Թող իմ եղբայրը հանգչի խաղաղությամբ։ Նա արդեն վճարել է իր մեղքերի համար, ապրելով այդ դժոխքում 20 տարի։ Յուրաքանչյուր խորհրդատվությունից հետո Մետաքսյանը զգում էր ավելի շփոթված, ավելի անորոշ։ Նա հասկացավ, որ այս որոշումը չէր կարող կայացնել ուրիշների խորհրդով, այլ միայն իր սեփական խղճմտանքով։ Եվ այդ խղճմտանքը պատմում էր նրան երկու տարբեր բաներ միաժամանակ։ Մի գիշեր, երբ Մետաքսյանը նստած էր իր սենյակում, կասետը ձեռքին, նա հանկարծ հիշեց մի խոսակցություն, որը ունեցել էր Ֆրունզիկի հետ 1980-ականների սկզբին, երբ Տաթուլը արդեն չկար։ Նրանք նստած էին նույն այս սենյակում, Ֆրունզիկը ասել էր. Մետաքսյա ջան, ամենավատ բանը մեղքի մեջ ապրելը չէ, այլ ապրելն է այնստի մեջ, որ դու անմեղ ես։ Ես նախընտրում եմ, որ աշխարհը իմանա իմ մեղքերը ատի ինձ, քան սիրի ինձ սուտ պատճառներով։ Այդ խոսքերը հանկարծ դարձան պարզ Մետաքսյանի համար։ Ֆրունզիկը չէր ուզում լինել կատարյալ հերոս, նա ուզում էր լինել իրական մարդ, իր թերություններով, իր մեղքերով, իր տառապանքներով։ Եվ եթե Մետաքսյանը թաքցներ այս ձայնագրությունը, նա կդավաճաներ ոչ միայն Ֆրունզիկի ցանկությանը, այլ այն բոլոր մարդկանց, ովքեր պետք է սովորեին, որ նույնիսկ մեծագույն արվեստագետները մարդիկ են, ովքեր կարող են սխալվել, որ այդ սխալները չեն նվազեցնում նրանց արժեքը որպես արվեստագետների։ Այդ պահին Մետաքսյանը կայացրեց իր որոշումը։ Նա կհրապարակեր ձայնագրությունը, բայց ոչ որպես մեղադրանք, այլ որպես դաս այն մասին, թե ինչպես է համակարգը կարող ստիպել նույնիսկ լավագույն մարդկանց կատարել վատագույն ընտրությունները։ 2018 թվականին Մետաքսյա Սիմոնյանը կազմակերպեց Մամլո ասուլիս, որտեղ հրապարակեց Ֆրունզիկ Մկրտչյանի ձայնագրությունը։ Նախքան ձայնագրությունը միացնելը, նա ասաց. այն, ինչ դուք լսելու եք, կփոխի ձեր պատկերացումը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին։ Բայց ես խնդրում եմ ձեզ, լսեք մինչ վերջ, հասկացեք, որ սա պատմություն է ոչ թե մի չար մարդու, այլ մի կոտրված մարդու մասին, ով ապրեց համակարգում, որը չթույլ էր տալիս նրան լինել թույլ, լինել մարդ, լինել անկատար։ Երբ ձայնագրությունը սկսվեց, սրահում տիրեց լռություն այնպիսի խորը, որ կարելի էր լսել մարդկանց սրտերի զարկերը։ Ֆրունզիկի ձայնը լցվեց սրահը, խոստովանելով իր մեղքերը, նկարագրելով իր անգործությունը, բացահայտելով իր ամենամութ գաղտնիքը։ Երբ ձայնագրությունը ավարտվեց, մի լրագրող կանգնեց հարցրեց. ինչու՞։ Դուք որոշեցիք հրապարակել սա հիմա, երբ Ֆրունզիկը չի կարող պաշտպանել իրեն։ Մետաքսյանը նայեց նրան ասաց. որովհետև Ֆրունզիկը չի պետք պաշտպանություն։ Նա ուզում էր ճշմարտություն, ոչ թե արդարացում։ Եվ ճշմարտությունն այն է, որ նա եղել է զոհ, մեղավոր միաժամանակ։ Նա եղել է զոհ համակարգի, որը պահանջում էր անհնարը, բայց նա եղել է մեղավոր իր սեփական ընտրությունների համար, որոնք արեց այդ համակարգի ներսում։ Արձագանքը եղավ ավելի բաժանված, քան Մետաքսյանը երբե պատկերացրել էր։
Ֆրունզիկի երկրպագուների կեսը դարձավ նրա դեմ, մեղադրելով նրան իրենց կուռքի հիշողությունը ոչնչացնելու մեջ։ Մյուս կեսը շնորհակալություն հայտնեց նրան, վերջապես ցույց տալու, որ նրանց կուռքը եղել է իրական մարդ, իրական խնդիրներով։ Հոգեկան առողջության պաշտպանները գովեցին Մետաքսյանին համարձակության համար, իսկ մշակութային պահպանողները դատապարտեցին նրան ազգային հերոսի անարգման համար։ Բայց ամենակարևոր արձագանքը եկավ այն մարդկանցից, ովքեր ապրել էին նմանատիպ իրավիճակներում։ Մետաքսյանը սկսեց ստանալ հարյուրավոր նամակներ մարդկանցից, ովքեր պատմում էին իրենց սեփական պատմությունները, թե ինչպես են նրանք կամ նրանց սիրելիները տառապել լռության մեջ, վախենալով դատապարտումից, թե ինչպես է Ֆրունզիկի խոստովանությունը տվել նրանց քաջություն վերջապես խոսել։ Մի կին գրեց. «Իմ ամուսինը ինքնասպան եղավ 10 տարի առաջ, ես երբեք չեմ պատմել իմ երեխաներին իրական պատճառը, որովհետև ամաչում էի։ Բայց Ֆրունզիկի ձայնագրությունը ցույց տվեց ինձ, որ ամոթը պատկանում է ոչ թե նրանց, ովքեր տառապում են, այլ համակարգին, որը ստիպում է նրանց թաքցնել իրենց տառապանքները»։ Այդ նամակները հաստատեցին Մետաքսյանին, որ նա կատարել էր ճիշտ ընտրությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել Ֆրունզիկի կերպարի փայլը։ Բայց ամենադժվար պահը եկավ, երբ Մետաքսյանը հանդիպեց Ֆրունզիկի եղբորը, մի շաբաթ անց ձայնագրության հրապարակումից։ Նա եկավ Մետաքսյանի տուն, դեմքը կարմիր բարկությունից, ասաց. «Դու ոչնչացրիր իմ եղբոր հիշողությունը։ Դու դարձրիր նրան հանցագործ, երբ նա եղել է զոհ։ Ինչպես կարող ես քնել գիշերները, գիտենալով, թե ինչ արեցիր»։ Մետաքսյանը լսեց նրա բարկությունը, առանց ընդհատելու, երբ նա ավարտեց, նա ասաց. «Ես հասկանում եմ քո ցավը, ես չեմ սպասում, որ դու ինձ ներես։ Բայց քո եղբայրը ինքը ուզում էր, որ ես սա անեմ»։ Նա ձայնագրեց այդ խոստովանությունը, որովհետև չէր ուզում ապրել սուտ մեջ։ Եվ ես պարտավոր էի հարգել նրա ցանկությունը, նույնիսկ եթե դա նշանակում էր կորցնել քո հարգանքը։ Ֆրունզիկի եղբայրը նայեց նրան, աչքերը լի արցունքներով, ասաց. «Բայց արդյոք արժե էր։ Արդյոք ճշմարտությունը արժե էր կորցնել այն փոքր լույսը, որը մնացել էր մեր ընտանիքի անվան վրա»։ Մետաքսյանը չգիտեր, թե ինչ պատասխանել, որովհետև նա ինքը հարցնում էր իրեն նույն հարցը, ամեն գիշեր, երբ պառկում էր քնելու։ Բայց նա գիտեր մի բան, որ եթե նա չէր հրապարակում այդ ձայնագրությունը, նա կապրեր մեղավորության զգացման մեջ մինչ իր վերջին օրը, այդ մեղավորությունը կլիներ ավելի ծանր, քան ցանկացած դատապարտում։ Ամիսներ անցան, աստիճանաբար հասարակական կարծիքը սկսեց փոխվել։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Ֆրունզիկի պատմությունը ոչ թե պարզ հանցագործության պատմություն էր, այլ բարդ մարդկային ողբերգության պատմություն, որտեղ չկային պարզ հերոսներ կամ չարագործներ, այլ միայն կոտրված մարդիկ, ովքեր փորձում էին գոյատել անհնար համակարգում։ Մի հոդված, որը հրապարակվեց հոգեբանության ամսագրում, վերլուծեց Ֆրունզիկի ընտրությունները ոչ որպես բարոյական ձախողում, այլ որպես ճնշման տակ կայացված որոշումների շարք, որտեղ յուրաքանչյուր ընտրություն թվում էր միակ հնարավորը այդ պահին։ Հոդվածը եզրակացնում էր. «Մետաքսյա Սիմոնյանի համարձակությունը հրապարակել Ֆրունզիկ Մկրտչյանի խոստովանությունը ոչ թե նրա հիշողության դավաճանություն է, այլ նրա մարդկայնության հաստատում։ Նա ցույց տվեց մեզ, որ նույնիսկ մեծագույն արվեստագետները կարող են կատարել սխալներ, որ այդ սխալները ճանաչելը ավելի արժանապատիվ է, քան դրանք թաքցնելը»։ Այս վերլուծությունը օգնեց շատ մարդկանց տեսնել Մետաքսյանի գործողությունները նոր լույսի տակ, ոչ որպես վրեժխնդրություն կամ սենսացիայի փնտրտուք, այլ որպես դաս ապագա սերունդների համար։ 2020 թվականին, երբ Մետաքսյա Սիմոնյանը դարձավ 93 տարեկան, նա տվեց իր վերջին հանրային հայտարարությունը։ Նա կանգնեց փոքրիկ ասուլիսում, շրջապատված լրագրողներով հոգեկան առողջության պաշտպաններով, ասաց. «Ես ապրեցի 93 տարի, այդ տարիների մեծ մասը ես ապրեցի լռության մեջ, պահելով գաղտնիքներ, որոնք ծանրացնում էին իմ հոգին։ Բայց վերջին 10 տարիների ընթացքում ես սովորեցի, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, միշտ ազատագրող է»։ Ֆրունզիկ Մկրտչյանը եղել է իմ ամենամոտ ընկերը, նա եղել է նա մարդ, ով կատարել է սխալներ, որոնք արժեցին մի կյանք։ Բայց նրա ամենամեծ քաջությունը եղել է ոչ թե նրա դերերը բեմում, այլ նրա համարձակությունը ճանաչել իր մեղքերը, նույնիսկ երբ գիտեր, որ դա կկործանի նրա կերպարը։ Եվ իմ պարտքն էր հարգել այդ քաջությունը, բացահայտելով ճշմարտությունը, նույնիսկ երբ դա նշանակում էր կորցնել ընկերների հարգանքը, հանրության սերը։ Նրա ձայնը դողաց վերջին նախադասությունները ասելիս. «Ես չեմ գիտի, թե արդյոք ես կատարեցի ճիշտ ընտրությունը։ Բայց ես գիտեմ, որ ես կատարեցի այն ընտրությունը, որը թույլ տվեց ինձ նայել հայելուն առանց ամոթի։ Եվ վերջապես, 93 տարեկանում, ես կարող եմ ասել. ես ազատ եմ»։
Այդ օրը, երբ Մետաքսյանը վերադարձավ տուն, նա նստեց իր սիրելի աթոռին, պատուհանի մոտ, որտեղից տեսանում էր Երանի փողոցները, մտածեց իր երկար ճանապարհի մասին։ Նա հիշեց այն երիտասարդ դերասանուհուն, ով եղել էր 1950-ականներին, լի երազանքներով, հույսերով։ Նա հիշեց այն կեսին տարիքի կնոջը, ով տեսել էր իր ամենամոտ ընկերների ողբերգությունը, չէր կարողացել կանխել այն։ Եվ նա նայեց այն ծեր կնոջը, ով դարձել էր հայելում կինը, ով վերջապես գտել էր քաջությունը խոսել, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը ասում էր նրան լռել։ Մետաքսյանը հասկացավ, որ նրա կյանքը եղել է 3 մասից՝ լռության տարիները, երբ նա պահպանում էր գաղտնիքները, անցումային տարիները, երբ նա պայքարում էր որոշելու խոսել թե ոչ, ազատության տարիները, երբ նա վերջապես ասաց ճշմարտությունը։ Եվ եթե նրան հարցնեին, որ տարիներն էին ամենաարժեքավորը, նա կպատասխաներ՝ վերջինները, որովհետև միայն այդ տարիներին նա իսկապես ապրեց, առանց վախի, առանց ամոթի, առանց մեղավորության զգացման, որը ուտում էր նրան ներսից։ Բայց Մետաքսյանը նա գիտեր, որ նրա պատմությունը դեռ չէր ավարտվել։ Նա գիտեր, որ կան դեռ հարյուրավոր, հազարավոր ֆրունզիկներ, տաթուլներ այս աշխարհում, ապրելով լռության բանտերում, վախենալով խոսել իրենց իրական պայքարների մասին։ Եվ նա հույս ուներ, որ նրա պատմությունը, Ֆրունզիկի խոստովանությունը, Տաթուլի ողբերգությունը կծառայեին որպես լույս այդ մարդկանց համար, ցույց տալով նրանց, որ նրանք միայնակ չեն, որ նրանց տառապանքները իրական են, արժանի են ճանաչման, որ խոսելը, որքան էլ դժվար լինի, միշտ ավելի բուժիչ է, քան լռելը։ Մետաքսյանը փակեց աչքերը, մտքում տեսավ Ֆրունզիկի դեմքը, ոչ այն փայլուն աստղի դեմքը, որը տեսնում էին միլիոնները, այլ այն կոտրված մարդու դեմքը, ով նստած էր նրա սրահում, գլուխը ձեռքերի մեջ, խոստովանում էր իր մեղքերը։ Եվ առաջին անգամ իր կյանքում Մետաքսյանը զգաց ոչ թե մեղավորություն կամ ցավ, այլ խաղաղություն, որը գալիս է, երբ վերջապես ազատվում ես այն ծանրությունից, որը կրել ես ամբողջ կյանքը։ Արդյոք Մետաքսյա Սիմոնյանը դավաճանեց Ֆրունզիկ Մկրտչյանին, բացահայտելով նրա ամենամութ խոստովանությունը, թե նա կատարեց նրա վերջին ցանկությունը՝ լինել ազնիվ մինչ վերջ։ Եվ քանի այլ գաղտնիքներ թաքնված են դեռ փոշոտ տուփերում, մոռացված կասետներում, սպասելով այն մարդուն, ով կունենա քաջություն բացահայտել դրանք, նույնիսկ երբ ամբողջ աշխարհը կասի լռիր։ Երբ Մետաքսյա Սիմոնյանը բացեց իր փոստարկղը 2021 թվականի հունվարի սառը առավոտյան, նա գտավ փոքրիկ ծրար, փաթաթված դեղին թղթի մեջ, որի վրա գրված էր միայն 3 բառ՝ վերջին վկայությունը։ Կարդացեք։ Ծրարը բացելով նա տեսավ հին նոտարական փաստաթուղթ, ամսագրված 1981 թվականի ապրիլով, ճիշտ 2 ամիս անց Տաթուլ Ալթունյանի կյանքի ավարտից։ Փաստաթուղթը եղել էր Ֆրունզիկի կտակը, գրված նրա ձեռքով, բայց երբեք չհրապարակված, երբեք չգրանցված պաշտոնական համակարգում։ Այնտեղ, դեղնած էջերի վրա, Ֆրունզիկը թվարկել էր իր ամբողջ գույքը, տունը, դաչան, խնայողությունները, յուրաքանչյուր տողի կողքին նշել էր, թե ում է ուզում թողնել այդ ամենը։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին պարբերությունը, որտեղ Ֆրունզիկը գրել էր. «Իմ ամբողջ արխիվը, նամակները, ձայնագրությունները, անձնական օրագրերը, ես թողնում եմ Մետաքսյա Սիմոնյանին, միակ մարդուն, ում ես վստահում եմ պատմել իմ իրական պատմությունը։ Բայց ես դնում եմ մեկ պայման, նա կարող է բացահայտել այս նյութերը միայն այն դեպքում, եթե համակարգը փոխվի այնքան, որ մարդիկ կարողանան լսել ճշմարտությունը, առանց դատելու, հասկանալ, առանց դատապարտելու»։ Մետաքսյանի ձեռքերը սկսեցին դողալ, երբ նա կարդաց հաջորդ տողերը, եթե այդ օրը գա, Մետաքսյա, գիտիր, որ իմ արխիվը թաքնված է մի տեղում, որը միայն դու գիտես։ Հիշո՞ւմ ես այն գիշերը, երբ մենք նստեցինք թատրոնի հին դեկորացիաների պահեստում, խոսեցինք մեր երազանքների մասին։ Այնտեղ, այն հին սնդուկի մեջ, որտեղ պահվում են 1950-ականների կոստյումները, դու կգտնես ամեն ինչ։ Մետաքսյանը փակեց աչքերը, փորձեց հիշել այդ գիշերը, դա եղել էր 1972 թվականին, երբ նրանք երկուսն էլ դեռ երիտասարդ էին, հավատում էին, որ արվեստը կարող է փոխել աշխարհը։ Նա հիշեց այն հին սնդուկը, փայտե, ծանր, որի կողքին փորագրված էր թատրոնի հին լոգոն։ Բայց արդյոք այդ սնդուկը դեռ գոյություն ուներ 40 տարի անց, եթե այո, արդյոք ներսում դեռ պահվում էին Ֆրունզիկի գաղտնիքները, սպասելով այն պահին, երբ աշխարհը վերջապես պատրաստ կլիներ լսել դրանք։ Մետաքսյանը անմիջապես զանգահարեց Սունդուկյանի անվան թատրոն, խոսեց տնօրենի հետ, հին ընկերոջ հետ, ով հիշում էր նրան դեռ երիտասարդ դերասանուհու օրերից։ Վահե ջան, ես պետք է մտնեմ հին դեկորացիաների պահեստ, ասաց նա, ձայնը դողալով հուզմունքից։ Այնտեղ կա մի բան, որը ես պետք է գտնեմ, մի բան շատ կարևոր։ Տնօրենը լռեց մի պահ, ապա ասաց. Մետաքսյա ջան, այդ պահեստը փակ է եղել 15 տարի։
Երբ թատրոնը վերանորոգվեց 2006 թվականին, մենք տեղափոխեցինք բոլոր հին դեկորացիաները նոր շենք, քաղաքից դուրս։ Բայց եթե դու ուզում ես, ես կարող եմ տալ քեզ հասցեն բանալին։ Հաջորդ օրը Մետաքսյանը, 94 տարեկան կին, նստեց տաքսիում ճանապարհեց դեպի քաղաքամերձ պահեստ, ուղեկցվելով Աննա լրագրողի կողմից, ով դարձել էր նրա ամենավստահելի օգնականը։ Երբ նրանք հասան, տեսան մեծ մետաղական շենք, շրջապատված ժանգոտած ցանկապատով, որի դարպասին կախված էր հին կողպեկ։ Ներսում օդը ծանր էր փոշուց մոռացված իրերի հոտից։ Դեկորացիաները կուտակված էին բարձր սյուների մեջ, հին թագավորների գահեր, կեղծ ծառեր, մանեկեններ, հագած անցյալ դարի կոստյումներ։ Մետաքսյանը քայլեց դանդաղ, աջակցվելով Աննայի ձեռքին, աչքերը փնտրելով այն հին սնդուկը, որը պահում էր Ֆրունզիկի վերջին գաղտնիքները։ Եվ հանկարծ, պահեստի ամենահեռավոր անկյունում, նա տեսավ այն փայտե սնդուկ, ծածկված փոշու հաստ շերտով, բայց դեռ ամբողջական, դեռ պահպանված, կարծես սպասելով հենց այս պահին։ Աննան օգնեց Մետաքսյանին բացել սնդուկը, հին կողպեքը կոտրելով մուրճով, որը գտան պահեստի անկյունում։ Երբ կափարիչը բացվեց, նրանք տեսան ներսում խնամքով դասավորված փաթեթներ, յուրաքանչյուրը փաթաթված սպիտակ կտորի մեջ նշված ամսաթվերով։ Մետաքսյանը վերցրեց առաջին փաթեթը, նշվածը 1965-69, բացեց այն։ Ներսում էին Ֆրունզիկի տաթուլի նամակները, գրված նրանց ծանոթության առաջին տարիներին, երբ նրանք դեռ սիրահարված էին, երազում էին ընդհանուր ապագայի մասին։ Մետաքսյանը կարդաց մի նամակ, որտեղ տաթուլը գրել էր Ֆրունզիկին. «Դու ես իմ լույսը, իմ հույսը, իմ ամեն ինչը։ Ես երբեք չեմ թողնի քեզ, դու երբեք չես թողնի ինձ, մենք միասին կանցնենք ցանկացած փոթորիկ»։ Այդ խոսքերը կտրեցին Մետաքսյանի սիրտը, որովհետև նա գիտեր, թե ինչպես էր ավարտվել այդ սերը, ոչ թե դավաճանությամբ, այլ հիվանդությամբ, որը կլանեց տաթուլի միտքը, ոչնչացրեց նրանց երազանքները։ Հաջորդ փաթեթները պարունակում էին Ֆրունզիկի անձնական օրագրերը, գրված 1970-ականներին, որտեղ նա մանրամասն նկարագրում էր տաթուլի հիվանդության առաջընթացը, իր սեփական անզորությունը, այն անհնար ընտրությունները, որոնց առաջ կանգնեց ամեն օր։ Մի գրառումը, ամսագրված 1978 թվականի հոկտեմբերով, հատկապես խոցեց Մետաքսյանին, այսօր տաթուլը չճանաչեց ինձ։ Նա նայեց ինձ, հարցրեց, ով ես դու, ինչու ես մտել նրա տուն։ Ես փորձեցի բացատրել, որ ես նրա ամուսինն եմ, բայց նա սկսեց ճչալ, որ նրա ամուսինը մեռել է տարիներ առաջ, ես դավաճան եմ, ով փորձում է զբաղեցնել նրա տեղը։ Այդ պահին ես հասկացա, ես կորցրել եմ նրան ընդմիշտ, նույնիսկ եթե նրա մարմինը դեռ շնչում է։ Բայց ամենաշոկայինը եղավ վերջին փաթեթը, նշվածը 1980-81։ Այն պարունակում էր փաստաթղթեր, որոնք Մետաքսյանը երբեք չէր տեսել, բժշկական եզրակացություններ, որոնք հաստատում էին տաթուլի ախտորոշումը, նամակներ մշակույթի նախարարությունից, որտեղ Ֆրունզիկին նախազգուշացնում էին, որ եթե նրա կնոջ հիվանդությունը հրապարակվի, նա կկորցնի իր պաշտոնը, ժողովրդական արտիստի կոչումը, ամենակարևորը՝ մի նամակ անհայտ բժշկից, ով գրել էր Ֆրունզիկին. «Պարոն Մկրտչյան, ես հասկանում եմ ձեր վիճակը, բայց որպես բժիշկ ես պարտավոր եմ ձեզ ասել. ձեր կինը պետք է տեղափոխվի մասնագիտացված հաստատություն հիմա, ոչ թե վաղը, ոչ թե հաջորդ շաբաթ»։ Նրա վիճակը հասել է այնպիսի կետի, որ նա վտանգավոր է դարձել ինքն իր համար, հնարավոր է, ուրիշների համար։ Եթե դուք շարունակեք հետաձգել այս որոշումը, ես չեմ կարող պատասխանատվություն կրել հետանքների համար։ Այս նամակը ամսագրված էր 1979 թվականի փետրվարով, ճիշտ մեկ ամիս առաջ տաթուլի կյանքի ավարտից։ Մետաքսյանը հասկացավ, Ֆրունզիկը ստացել էր այս նախազգուշացումը, բայց անտեսել էր այն, մեկ ամիս անց տաթուլը այլևս չկար։ Սա էր վերջնական ապացույցը, որ Ֆրունզիկի ընտրությունը չէր եղել պարզապես անգիտության կամ անզորության արդյունք, այլ գիտակցված որոշում, իր կարիերան պահպանելու համար, նույնիսկ երբ գիտեր, որ դա կարող է արժենալ տաթուլի կյանքը։ Արդյոք Մետաքսյանը պետք է հրապարակեր այս փաստաթղթերը, որոնք կվերջնականապես ոչնչացնեին Ֆրունզիկի կերպարը, թե՞ պետք է դրանք թաքցներ, թողնելով, որ նրա հիշողությունը պահպանվի այնպիսին, ինչպիսին մարդիկ ուզում էին հիշել նրան։ Մետաքսյանը նստեց սնդուկի կողքին, փաստաթղթերը ձեռքին, զգաց, թե ինչպես է նրա ամբողջ մարմինը դողում հոգնածությունից, հուզմունքից։ Աննան նստեց նրա կողքին, հանգիստ ասաց. «Մետաքսյա ջան, դուք գիտեք, որ ես միշտ կաջակցեմ ձեր որոշմանը։ Բայց ես պետք է հարցնեմ, արդյոք դուք պատրաստ եք վերջնականապես փակել այս գլուխը։ Որովհետև եթե դուք հրապարակեք այս փաստաթղթերը, այլս հետ ճանապարհ չի լինի։ Ֆրունզիկ Մկրտչյանի անունը ընդմիշտ կմնա կապված ոչ թե նրա տաղանդի, այլ նրա ընտրության հետ, ընտրության, որը արժեցին մի կյանք»։
Մետաքսյանը նայեց Աննային, տեսավ նրա աչքերում անկեղծ հոգածությունը։ Նա հասկացավ, որ Աննան ճիշտ էր, սա էր վերջնական որոշումը, որից հետո այլևս հնարավոր չէր լինի վերադառնալ։ Բայց նա հիշեց Ֆրունզիկի խոսքերը նրա կտակից. «Ես թողնում եմ այս արխիվը Մետաքսյային, միակ մարդուն, ում ես վստահում եմ պատմել իմ իրական պատմությունը»։ Ֆրունզիկը վստահել էր նրան, այդ վստահությունը պարտավորեցնում էր Մետաքսյանին հարգել նրա ցանկությունը, լինել ազնիվ մինչ վերջ, նույնիսկ եթե դա նշանակում էր ոչնչացնել այն կերպարը, որը նա ստեղծել էր տասնամյակների ընթացքում։ Մետաքսյանը խորը շունչ քաշեց, ասաց. «Աննա ջան, ես պատրաստ եմ։ Ես կհրապարակեմ այս ամենը, բայց ոչ որպես մեղադրանք, այլ որպես ամբողջական պատմություն այն մասին, թե ինչպես է համակարգը կարող կոտրել նույնիսկ ամենաուժեղ մարդկանց, թե ինչպես են մեր ընտրությունները, որքան էլ դժվար լինեն, սահմանում մեր իրական բնավորությունը»։ 2022 թվականի մարտին Մետաքսյա Սիմոնյանը կազմակերպեց իր վերջին մեծ ասուլիսը Երանի օպերայի բալետի թատրոնի սրահում։ Սրահը լի էր մարդկանցով, լրագրողներ, հոգեբաններ, մշակութային գործիչներ, Ֆրունզիկի հին գործընկերներ, պարզապես հետաքրքրասեր քաղաքացիներ, ովքեր լսել էին, որ Մետաքսյանը պատրաստվում է բացահայտել ինչ-որ շատ կարևոր բան։ Բեմի վրա տեղադրված էր մեծ էկրան, Մետաքսյանը կանգնած էր միկրոֆոնի մոտ, ձեռքին Ֆրունզիկի արխիվից փաստաթղթերը։ Նա սկսեց խոսել դանդաղ, հստակ ձայնով. «Ընկերներ, ես կանգնած եմ այստեղ այսօր, որպես 94 տարեկան կին, ով ապրել է երկար կյանք, լի ուրախություններով, ցավերով, հաջողություններով, ձախողումներով։ Բայց ամենադժվար բանը, որ ես երբեք արել եմ, եղել է պահել գաղտնիքներ, որոնք ծանրացնում էին իմ հոգին ամեն օր, ամեն գիշեր, մինչ ես վերջապես գտա քաջությունը խոսել։ Այսօր ես պատրաստվում եմ բացահայտել վերջին գաղտնիք, որը փոխելու է ձեր պատկերացումը Ֆրունզիկ Մկրտչյանի մասին, բայց որը նա կտա ձեզ ամբողջական պատկերը այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ այն տարիներին»։ Էկրանին սկսեցին հայտնվել փաստաթղթերի լուսանկարները, բժշկական եզրակացությունները, նախարարության նամակները, բժշկի նախազգուշացումը։ Մետաքսյանը մեկնաբանում էր յուրաքանչյուր փաստաթուղթ, բացատրելով դրա նշանակությունը, ցույց տալով, թե ինչպես էր Ֆրունզիկը ստացել բազմաթիվ նախազգուշացումներ, բայց ընտրել էր անտեսել դրանք։ Երբ նա ավարտեց, սրահում տիրեց ծանր լռություն, այնպիսի լռություն, որը գալիս է, երբ մարդիկ հասկանում են, որ նրանց աշխարհը հենց նոր փոխվեց անդառնալիորեն։ Բայց Մետաքսյանը չդադարեց այնտեղ։ Նա շարունակեց. «Ես գիտեմ, որ շատերը կմեղադրեն ինձ Ֆրունզիկի հիշողությունը ոչնչացնելու մեջ։ Բայց ես ուզում եմ, որ դուք հասկանաք, ես չեմ անում սա նրան դատապարտելու համար։ Ես անում եմ սա, որովհետև Ֆրունզիկը ինքը ուզում էր, որ ճշմարտությունը պատմվի։ Նա ուզում էր, որ աշխարհը տեսնի նրան ոչ որպես կատարյալ հերոս, այլ որպես իրական մարդ, ով կատարեց սխալներ, ով ընտրեց սխալ ճանապարհը, բայց ով նա ճանաչեց իր մեղքերը, փորձեց, որքան կարող էր, ուղղել դրանք։ Եվ ամենակարևորը, նա ուզում էր, որ նրա պատմությունը ծառայի որպես դաս ապագա սերունդների համար, դաս այն մասին, որ համակարգը, որը պահանջում է կատարելություն, ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ վախենում են լինել մարդ, վախենում են ցույց տալ իրենց թույլ կողմերը, վախենում են խնդրել օգնություն, երբ նրանք ամենաշատն են կարիք ունենում դրան»։ Նրա ձայնը դողաց վերջին նախադասությունները ասելիս, Ֆրունզիկ Մկրտչյանը եղել է զոհ, մեղավոր։ Նա եղել է զոհ համակարգի, որը չթույլ էր տալիս նրան լինել թույլ, բայց նա եղել է մեղավոր իր սեփական ընտրությունների համար, ընտրությունների, որոնք արժեցին Տաթուլ Ալթունյանի կյանքը։ Եվ միայն ճանաչելով երկու իրողությունները, մենք կարող ենք իսկապես հասկանալ այս ողբերգությունը։ Սովորել դրանից։ Ասուլիսից հետո Մետաքսյանը շրջապատվեց լրագրողներով, ովքեր հարցեր էին տալիս, մարդկանցով, ովքեր ուզում էին արտահայտել իրենց կարծիքը, նույնիսկ մի քանի հոգով, ովքեր բարկացած էին մեղադրում էին նրան։ Բայց մի կին, ում Մետաքսյանը չէր ճանաչում, մոտեցավ նրան, ասաց. «Շնորհակալ եմ ձեզ։ Իմ եղբայրը ինքնասպան եղավ 5 տարի առաջ, դեպրեսիայից, մեր ընտանիքը երբեք չխոսեց դրա մասին, որովհետև ամաչում էինք։ Բայց ձեր պատմությունը ցույց տվեց ինձ, որ լռությունը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած հիվանդություն։ Հիմա ես խոսում եմ իմ երեխաների հետ իմ եղբոր մասին, պատմում եմ նրանց իրական պատմությունը, նրանք սովորում են, որ հոգեկան հիվանդությունը ոչ թե ամոթ է, այլ իրականություն, որի հետ կարելի է ապրել, եթե ստանաս ճիշտ օգնությունը»։ Այդ խոսքերը տվեցին Մետաքսյանին այն հաստատումը, որը նա փնտրում էր։ Նա հասկացավ, որ նույնիսկ եթե Ֆրունզիկի կերպարը ոչնչացվեց, նրա պատմությունը փրկում էր կյանքներ, ցույց տալով մարդկանց, որ նրանք միայնակ չեն, որ նրանց պայքարները իրական են, որ խոսելը միշտ ավելի բուժիչ է, քան լռելը։
Բայց ամենաանսպասելի արձագանքը եկավ Ֆրունզիկի եղբորից, այն մարդուց, ով մի քանի տարի առաջ մեղադրել էր Մետաքսյանին իր եղբոր հիշողությունը ոչնչացնելու մեջ։ Նա զանգահարեց Մետաքսյանին 3 օր անց ասուլիսից ասաց. «Մետաքսյա ջան, ես ուզում եմ ներողություն խնդրել։ Երբ դու առաջին անգամ բացահայտեցիր Ֆրունզիկի խոստովանությունը, ես բարկացա, որովհետև չէի ուզում հավատալ, որ իմ եղբայրը կարող էր անել այն, ինչ դու ասում էիր։ Բայց հիմա, երբ տեսա բոլոր փաստաթղթերը, ես հասկացա, դու ասում էիր ճշմարտությունը, ավելին, դու ասում էիր այն սիրով հարգանքով, որը իմ եղբայրը արժանի էր։ Դու չդատապարտեցիր նրան, դու պարզապես ցույց տվեցիր նրա իրական դեմքը, մարդու դեմքը, ով պայքարեց անհնար իրավիճակում, կատարեց սխալներ, բայց ով նա փորձեց լինել ազնիվ մինչ վերջ։ Այդ զանգը եղավ Մետաքսյանի համար ամենամեծ նվերը, ներողություն այն մարդուց, ում կարծիքը նա ամենաշատն էր արժորում։ Նա հասկացավ, որ վերջապես 94 տարեկանում նա գտել էր այն խաղաղությունը, որը փնտրել էր ամբողջ կյանքը։ 2022 թվականի աշնանը, երբ Մետաքսյա Սիմոնյանը նստած էր իր սիրելի աթոռին, պատուհանի մոտ, նա ստացավ նամակ Հայաստանի հոգեկան առողջության ազգային կենտրոնից։ Նամակում գրված էր, որ կենտրոնը որոշել է անվանել իր նոր ծրագիրը, նվիրված հոգեկան հիվանդությունների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը, Մետաքսյա Սիմոնյանի Ֆրունզիկ Մկրտչյանի հիշատակին։ Ծրագիրը նպատակ ուներ օգնել ընտանիքներին, ովքեր պայքարում էին հոգեկան հիվանդությունների հետ, տալ նրանց ռեսուրսներ, աջակցություն, ամենակարևորը՝ ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող էին խոսել իրենց պայքարների մասին, առանց վախի կամ ամոթի։ Մետաքսյանը կարդաց այս նամակը, արցունքները հոսելով նրա դեմքով, հասկացավ, Ֆրունզիկի տաթուլի պատմությունը վերջապես գտել էր իր իմաստը։ Նրանց տառապանքները, նրանց սխալները, նրանց ողբերգությունը չէին եղել զուր, դրանք դարձել էին լույս ուրիշների ճանապարհին, ցույց տալով նրանց, որ նրանք միայնակ չեն, որ օգնությունը հասանելի է, եթե նրանք համարձակվեն խնդրել այն։ Մետաքսյանը ապրեց 2 տարի, տեսնելով, թե ինչպես է նրա պատմությունը փոխում մարդկանց կյանքերը։ Նա տեսավ, թե ինչպես են ընտանիքները սկսում բաց խոսել իրենց սիրելիների հոգեկան հիվանդությունների մասին, թե ինչպես են դպրոցներում սկսում դասավանդել հոգեկան առողջության մասին, թե ինչպես է հասարակությունը դանդաղորեն, շատ դանդաղորեն սկսում ընդունել, որ հոգեկան հիվանդությունը ոչ թե ամոթ է, այլ իրականություն, որի հետ կարելի է ապրել։ Եվ ամենակարևորը, նա տեսավ, թե ինչպես է Ֆրունզիկ Մկրտչյանի անունը դանդաղորեն վերականգնվում, ոչ որպես կատարյալ հերոսի անուն, այլ որպես իրական մարդու անուն, ով ապրել է, սիրել է, սխալվել է, փորձել է լինել ազնիվ մինչ վերջ։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ Ֆրունզիկի մեծությունը չէր նրա կատարելության մեջ, այլ նրա մարդկայնության մեջ, նրա կարողության մեջ ճանաչել իր սխալները, ցանկանալ, որ դրանք ծառայեն որպես դաս ուրիշների համար։ 2024 թվականի ձմեռը Մետաքսյա Սիմոնյանը հանգիստ հեռացավ այս աշխարհից, իր տանը շրջապատված իր սիրելիների այն մարդկանց, ում նա օգնել էր իր պատմությամբ։ Նրա հուղարկավորությունը եղավ պարզ, ինչպես նա միշտ ցանկացել էր, բայց սրահը լի էր մարդկանցով, մարդիկ, ում նա երբեք չէր հանդիպել, բայց ում կյանքերը փոխվել էին նրա քաջության շնորհիվ։ Նրանք եկել էին ոչ թե զգալու, այլ շնորհակալություն հայտնելու, շնորհակալություն այն կնոջը, ով համարձակվեց խոսել, երբ ամբողջ աշխարհը ասում էր լռել, ով ընտրեց ճշմարտությունը, հարմարավեց սուտից ավելի կարևոր, ով ցույց տվեց, որ իրական քաջությունը ոչ թե ուժի մեջ է, այլ խոցելիության մեջ, կարողության մեջ ասել է ես սխալվեցի, ես չգիտեի, ես վախեցա, դեռ շարունակել առաջ գնալ։ Այսօր, երբ Հայաստանում խոսում են հոգեկան առողջության մասին, երբ ընտանիքները բաց խոսում են իրենց պայքարների մասին, երբ մարդիկ համարձակվում են խնդրել օգնություն, առանց վախենալու դատապարտումից, Մետաքսյա Սիմոնյանի Ֆրունզիկ Մկրտչյանի անունները հիշատակվում են միասին, ոչ որպես հերոսների անուններ, այլ որպես իրական մարդկանց անուններ, ովքեր ապրեցին իրական կյանքեր, լի սիրով, ցավով, հաջողություններով, ձախողումներով, ում պատմությունը դարձավ լույս մութ ճանապարհին։ Նրանց ժառանգությունը ոչ թե կատարելության մեջ է, այլ ազնվության մեջ, ազնվության, որը պահանջում է ավելի շատ քաջություն, քան ցանկացած դերասանական խաղ, ավելի շատ ուժ, քան ցանկացած բեմական հաջողություն։ Եվ այսօր, երբ դուք լսում եք Ֆրունզիկ Մկրտչյանի անունը, դուք հիշեք ոչ միայն նրա փայլուն դերերը, այլ նրա իրական պայքարը, պայքար, որը նա կորցրեց, բայց որը սովորեցրեց մեզ, որ կորցնելը նույնպես կարող է լինել քաջություն։ Եթե մենք ճանաչում ենք մեր սխալները, թույլ ենք տալիս, որ դրանք ծառայեն որպես դաս ուրիշների համար։ Եվ երբ դուք լսում եք Մետաքսյա Սիմոնյանի անունը, դուք հիշեք այն կնոջը, ով ապրեց 96 տարի, 60 տարի լռության մեջ, 36 տարի ճշմարտության մեջ, ով ցույց տվեց մեզ, որ երբեք ուշ չէ սկսել խոսել, երբեք ուշ չէ ընտրել ազնվությունը, երբեք ուշ չէ փոխել աշխարհը, մեկ պատմություն, մեկ ճշմարտություն, մեկ քաջ ընտրություն ժամանակին։ Ընկերներ, հարց ձեզ, ինչպես եք վերաբերվում Մետաքսյա Սիմոնյանի ընտրությանը։
Արդյոք նա ճիշտ արեց, բացահայտելով Ֆրունզիկ Մկրտչյանի ամբողջ ճշմարտությունը, թե պետք էր նա լռեր թողներ, որ հերոսի կերպարը մնար անբիծ։ Արդյոք Ֆրունզիկը զոհ էր համակարգի, թե մեղավոր իր սեփական ընտրությունների համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, մեզ համար շատ կարևոր է իմանալ, թե ինչպես եք դուք տեսնում այս բարդ պատմությունը։ Եթե այս պատմությունը դիպավ ձեր սրտին, սեղմեք հավանել կոճակը, բաժանորդագրվեք մեր ալիքին, մենք շարունակելու ենք պատմել այն ճշմարտությունները, որոնք պետք է լսվեն, նույնիսկ երբ դրանք ցավոտ են։ Շնորհակալություն, որ եղաք մեզ հետ այս երկար ճանապարհին։